Մենք շարունակում ենք թերթել մեր նորագույն պատմության էջերը, բարև բարեկամներ, և այսպես Օմարի լեռնանցքը հայ ազատամարտիկների հսկողության տակ է։ Այն նույն օրը, փետրվարի 18-ին, երբ վերջնականապես լուծվեց Օմարի հարցը, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցչի միջև։ Ստորագրվեց ռազմատեխնիկական արձանագրություն, իսկ պատերազմը շարունակվում էր։ Օմարի գրավումից 2 օր անց, փետրվարի 20-ին, ես և օպերատոր Արթուր Ներսիսյանը մեկնեցինք Մարտակերտի շրջան, կոնկրետ Մեծ Շեն գյուղ, որտեղ տեղակայված էր մեզ արդեն ծանոթ 5-րդ բրիգադը։ Թե ինչ ստացվեց մեր այդ գործուղումից, տեսանյութ։ ԼՂՀ պաշտպանության բանակի այն զորամիավորումը, որի հրամանատարն է Մանվել Գրիգորյանը, իր անվանացանկում այնքան հաղթանակներ ունի գրանցած, որ միայն դրանց թվարկումը շատ երկար ժամանակ կպահանջեր։ Սակայն թե հրամանատարական կազմը և թե զինվորները դրանցով առանձնապես չեն գոհանում։ Այ երբ կնվաճվի վերջնական հաղթանակը, այնժամ կարելի կլինի ժամերով, օրերով պատմել ամեն մի մարտի յուրաքանչյուր զինվորի սխրագործությունների մասին։ Իսկ հիմա հրամանատարը զուսպ է իր գնահատականներում, և նրա խոսքը հակիրճ է ու կոնկրետ։ Կարելի ասել, որ իրավիճակը կարում ենք կանտրոլի վտանենք, հոգուտ մեզ է, շատ հետ ենք շպրտել, թուրքը շատ կոտրված վիճակում է գտնում, մեր զինվորներն էլ մեծ ոգևորման մեջ, որտև շատ կեղտոտ քայլերի դիմեցին, բայց դե չստացվավ իրանցը։ Այսօր շատ լավ բարձր տրամադրության են զինվորները տրամադրված, որտեղ հարազատ հող են ազատագրում։ Ենել են հողը, որ մի քանի անգամ փորձեր են դրանք ճեղքել ու մի քանի անգամ անմեղ ժողովուրդ գյուղեր են ավիրել։ Շրջանի բազմաթիվ գյուղեր դեռ թուրքերի ձեռքին են։ Դե հասկանալի է, դա այն վիճակում է, որ անպայման հետ ենք վերցնելու։ Դա հստակ է ու հաստատ, որ հետ ենք վերցնելու, դա արդեն թուրքն էլ է իմանում, հասկանում դա, որ պետք է հետ տա այդ հողերը մեզ։ Միայն մի փուչուր օգնել, ժողովուրդը հասկանա, որ իրոք այսօր մենք պատերազմող երկիր ենք ու տրամադրվի այդ ձև, որ զինվորներին կարելի է օգնել ու զինվորությունը մեծացնել։ Հարցազրույցն ավարտվելուց հետո հրամանատարը առաջարկեց. եթե ուզում եք, կարող եք լինել ռազմաճակատում և անձամբ ծանոթանալ իրավիճակին, տղաները կուղեկցեն ձեզ։ Նման առիթը բաց թողնել չէր կարելի, և զորամիավորման պարետի հետ հաջորդ օրը առավոտյան մենք ճամփա ընկանք։ Դեռ չէինք խորացել անտառի մեջ, երբ ձախ թևի վրա նկատեցինք մի հրաշագերտ շինություն, Երիցման կանցվանքը, որ իր դիրքից ասես հսկում է այս անցուդարձերը։ Խելագար գալարվում էր Թարթարը, Արցախի բազմադարյա ու նորօրյա հերոսական տարեգրության մասնակիցն ու վկան։ Թուրքերը նահանջելիս պայթեցրել են Թարթարի հինավուրց կամուրջը, որն իր վրա կրում էր պատմության փոշին։ Դարերի վեր ոչ մի թշնամի չի կարողացել ոտք դնել այս կամրջի վրա, և ահա թուրքերը 20-րդի վերջին թողել են իրենց կեղտոտ հետքը։ Իհարկե, պատերազմն ավարտվի, այս կամուրջը կստանա իր նախկին տեսքը, իսկ այսօր այն այսպիսին է։ Տոնաշեն տանող այս ճանապարհը ոչ մի քարտեզի վրա չկա, որովհետև այն մեքենաների համար չէ նախատեսված։ Իսկ այսօր ստիպված ենք այս ճանապարհով այսպես գնալ, քանի որ Տոնաշենի իսկական ճանապարհը վերահսկում է թշնամին։ Մի շաբաթ առաջ այստեղ նույնպես թուրքերն էին, իսկ հիմա, ինչպես տեսնում եք, գյուղն ազատագրված է, և մենք նկարահանելով շարժվում ենք առաջ։ Մենք Տոնաշեն գյուղում ենք։ Այս գյուղը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, և վերջին անգամ մերոնք այն ազատագրել են փետրվարի 17-ին։ Ինչպես տեսնում եք, հենց դպրոցի դիմացը թուրքերը խրամատներ էին փորել, իսկ մերոնք
Այնտեղից էին ձեռնարկել գրողը։ Բոլոր հայկական գյուղերում, որի հողը պրծել է թուրքի ոտքը, գերեզմանները նույն վիճակում են։ Չկարողանալով հաղթել կռվում, հակառակորդը փորձում է վրեժ հանել մեռելներից, սակայն դա էլ նրանց չի կրկին։ Թշնամու հրետանուց արձակված այս ականը բարեբախտաբար չի պայթել ու վնաս չի հասցրել։ Բայց այսպես թողնելը վտանգավոր է, եւ շուտով մեր սակրավորները պայթեցրին այն։ Տոնաշենում մեզ միացան մի խումբ ազատամարտիկներ, եւ մենք միասին բարձրացանք դիրքերը։ Պարեկ Լևոնը մեզ ասել էր, որ բարձունքից հիանալի տեսարան է բացում, բայց որ այն այսքան գեղեցիկ կլիներ, չէինք պատկերացնում։ Հիրավի աննկարագրելի գեղեցկություն, դիմացը մատաղիսն էր, իր ջրամբարով, շրջապատված բարձրաբերս լեռներով ու անդնդախոր ձորերով։ Բարեբախտաբար օրն արևոտ էր եւ տեսադաշտը բաց էր, ու մենք նայելուց չէինք հագերում։ Այսպես ինքնատիպորեն գեղեցիկ են մեր լեռնաշխարհի բոլոր անկյունները, իսկ գուցե մեզ այդպես է թվում, որովհետև մերն է, թող այդպես լինի։ Մենք հիանում էինք շրջակայքով, երբ հանկարծ լսվեց ուժեղ դղրդյուն։ Թուրքերը արձակեցին հերթական երկիր օդ հրթիռը, որն իրենց վրա ընդունեցին ու կասեցրին մեր լեռները։ Երևի ջախջախիչ պարտություններից թևաթափ եւ ուժասպառ թշնամին մեզ փորձում է վախեցնել հակաօդային պաշտպանության այդ զինատեսակով։ Զուր ջանքեր։ Տղերքը հարամարանքով ընկնվեցին նաեւ երկրորդ հրթիռի դղրդյունը եւ միայն ուշադիր նայում էին նրա օդում թողած հետքին։ Իսկ երբ մենք նրանց զրույցի հրավիրեցինք, անմիջապես դիրքավորվեցին ու Այսօր մենք կռում ենք ոչ թե ուրիշի հողի համար, մեր հայկական պապենական հողերի համար։ Հիմա պատկերացրեք, որ ձեզ հեռուստատեսությամբ դիտում են ձեր հարազատները, ինչ կուզենայիք հաղորդել նրանց։ Նրանց կուզենայինք հաղորդել, որ մեր ուրախությամբ իրանք ուրախանան, որտեղ պետք է լինեն, ինչ մենք ցանկանում ենք։ Այսինքն Պետք է գրավենք ու վեկանենք մեր կորցրած հողերը։ դուք ինչ կասեք։ Ինչ ասենք, մենք էլ ուզում ենք որ տնան, որ թե իրանց հարազատները որտեղ կռվում են, հաղթանակով տունեցան, հաղթանակով գրավենք այս մեր հայ հողը, որ փառքով տունեցանք, էլի։ Մեր հարազատների սերտները թող համբերություն լինի, մենք փառքով մեր սուրը կդնենք պայծյան։ Այսօր ազգի լավ որակ է գտնվում այստեղ դիրքերում։ Ամեն հայ պիտի մտածի, որ իրենց ընկերները այսօրվա կռվում են։ Հա, կռվում են, լավ են անում, բայց իրանք էլ թոկողից մի քիչ գան գոնե չոմա կանենք։ Քարտաշն իրա քարը պետք է տաշի, կռիվանողն իրա կռիվը պետք է առաջ տանի։ Ես տեսնում եմ, որ մեր խոսակցությունը ձեզ չի հետաքրքրում, դուք կարծիք չունեք։ Հետաքրքրում է շատ։ Մեր կարծիքն էլ այն է, ինչ որ բիզնես կախված բան է կատարենք 100%։ Երկն անվատաս է տղերքից, երկը ոգևորում է, գոտ է պնդում, երկը առաջ է նայում։ Սաստահեղ կրվին, գելի գյուզամսի ամսեն, երկու լաշնիրի կրսկին, գենքյալին է կյոմակ։ Սաստահեղ կրվին, գելի գյուզամսի ամսեն, երկու լաշնիրի կրսկին, գենքյալին է կյոմակ։ Դուք մեզի ապա, վեհեմ պրկեգը թուրքի բդավեն, հայորդիգը սասնատան, մենք ձեզի խուրը բա, դուք մեզի ապա, վեհեմ պրկեգը թուրքի դավեն, հայորդիգը սասնատան, մենք ձեզի խուրը բա։ Իսկ երբ մենք հրաժեշտ տվեցինք ազատամարտիկներին եւ ցած էինք իջնում, նրանցից մեկն ասաց. շուտ եկեք, մի մոռացեք մեզ, ձեր այցելությունները էլ ավելի են ոգևորում մեզ։ Կգանք տղերք, մի կասկածեք, չէ որ մենք բոլորս էլ մի գործ ենք անում, նույն նպատակին ենք ծառայում։ Երբ ցած իջանք, այնտեղ էր ջուտը իր տղերքով։ Իսկական անունը Արայիկ է, բայց չի հիշում, թե երբ են իրեն վերջին անգամ Արայիկ կանչել։
ջութ է, բոլորի սիրելի։ Ես տղաներից իմացա, որ դու տիրապետում ես ոչ միայն զենքի բոլոր տեսակներին, այլև զինտեխնիկայի։ Այո։ Ինչ օգտագործում է այս տարածքներում, կարամ օգտագործեմ, առանց որևէ բանի ասեք։ Բացի ինչի։ Մենակ սամալյոտ քշել չենք իմանում։ Դեն որ տենանք սովորում։ Քանի տարեկան ես։ 23։ Քան ժամանակ է օգտագործել չես։ 4 տարի այլ։ Հետդարձի ճամփին ճուկն էլ էր մեզ հետ, եւ մենք հնարավորություն ունեցանք համոզվելու նրա վարպետության մեջ։ Հետևակի մարտական մեքենան քիչ էր մնացել ընկներ ձորը, եւ տղերքը ռիսկ չէին անում նստել ղեկի մոտ ու դուրս բերել զինտեխնիկան, մինչև չհասավ ամենահաս ջութը։ Բոլոր շունչներս պահած լարված սպասում էինք, իսկ նա վստահորեն մեքենան հետ տվեց, նեղ լպրծուն տարածքում շրջադարձ կատարեց, եւ երբ այլևս վտանգավոր ոչինչ չկար, ղեկը հանձնեց վարորդին ու ինքը նստեց մեր մեքենան։ Այստեղ են ասում, կուճուր կացանը մեծ ծառեր ա կտրում։ Իսկ մեր մեքենան այդ ճանապարհը հաղթահարեց միայն տրակտորի օգնությամբ։ Այսպես անցավ մեր գործողման առաջին օրը։ Իսկ երկրորդ օրը մենք դիրքեր մեկնեցինք Պարետի ու շտաբի պետի հետ, այս անգամ արդեն Մաղավուս Հակոբ Կամարի մատաղի սուղությամբ։ Հենց այս սուղությամբ է թշնամին վերջերս բազմաթիվ անգամ փորձել ճեղքել մեր պաշտպանական գիծը, դուրս գալ Մաղավուս, իսկ այնտեղից Սարսանգի վրա։ Այստեղ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ Հակառակորդին սկզբում հաջողվել է առաջ շարժվել եւ ընդհուպ մոտենալ Մաղավուզին։ Եվ հենց այդ վճռորոշ պահին մերոնք արյան գնով ետ են շպրտել թուրքերին մինչև մատաղիս։ Հակառակորդը կրել է կենթանի ուժի եւ զինտեխնիկայի հսկայական կորուստներ։ Այս խրամատը լիքն է թուրքի դիակներով։ Իրենց իսկ փորած փոսը գերեզման է դարձել նրանց համար։ Իսկ մեր ազատամարտիկները վստահորեն վերահսկում են այս տարածքները, պատրաստ ետ մղելու թշնամու ցանկացած ոտնձգություն։ Մենք գնում էինք առաջին գիծ ու ակնապիշ դիտում շրջապատը։ Երեք այս լեռան այն կողմն էին, ուր տոնաշենն է դաստագիրը։ Տեսնես մատաղից այստեղից ավելի սիրուն, թե այնտեղից, մտածում էի ես, ու երբ տեղ հասանք, համոզվեցի, որ երկու կողմից էլ աննման է։ Այստեղից ավելի մոտ է, եւ գյուղն ու ջրամբարը իհարկե ավելի լավ են երևում։ Ափսոս, որ օրը մառախլապատ էր եւ մեր տեսախցիկը չի կարողանում վերարտադրել ամբողջ մայքը։ Այնուամենայնիվ մենք նկարահանեցինք, ու նույնիսկ այդ եղանակին պարզորոշ երևում էին թշնամի դիրքերը, այնքան մոտ են դրանք մեր դիրքերին։ Որ կազատագրվեն մեր բոլոր բռնազավթված հողերը, ոչ մի ազատամարտիկ չի կասկածում։ Ու կրկնապատկվում, հազարապատկվում է հավատդ, երբ շփվում զրուցում ես նրանց հետ։ Երբ տեսնում ես գյուղ վերադարձած մարդկանց, նրանց, որ պիտի մշակեն հողը ու տեր կանգնեն օջախին։ Ուրեմն վերադառնանք բոլորս, մեր հողը, մեր հայրենին կանչում ու սպասում է մեզ։ Բացի այդ հաղորդումը, որ դուք դիտեցիք, մեր կատարած նկարահանումների հիման վրա մենք պատրաստեցինք մի տեսահոլովակ, որն անվանեցինք զինվոր։ Ես շատ եմ սիրում այդ հոլովակը, իսկ դուք։
Այսպես մենք գլորեցինք եւս մի պատերազմական ձմեռ ու դիմավորեցինք նոր գարուն, որն ինչպես պարզվեց հետո խաղաղություն բերեց։ Համենայն դեպս ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Դա մայիսին էր լինելու, իսկ առայժմ դեռ մարտ էր, ընդամենը գարնան առաջին ամիսը, որն աչքի ընկավ մարտական գործողություններով։ Այդ մասին է վկայում նաև մեր հաջորդ տեսանյութը, որը մենք, Արթուրն ու ես, պատրաստել ենք մարտի 11-ին։ Այն բանից հետո, երբ ձախողվեց թշնամու մտադրությունը մեր պաշտպանական գիծը ճեղքել Հակոբ Կամարի մաղավուզ ուղղությամբ, երբ հակառակորդը ջախջախիչ պարտություն կրեց Օմարի լեռնանցքում, ադրբեջանական զորամիավորումները վերջին շաբթվա ընթացքում փորձեցին իրենց առանցայն էլ երերված հեղինակությունը վերականգնել ռազմաճակատի հարավարևելյան հատվածում։ Սակայն ինչպես մեզ տեղեկացրեց ռազմաճակատի այդ հատվածի ընդհանուր հրամանատարը, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկներին ոչ միայն հաջողվեց անառիկ պահել մեծ դիրքերը, այլև արժանի կահարված տալ թշնամուն եւ գրավել մի քանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ։ Մարտի 11-ին, երբ մենք կատարում էինք այս նկարահանումները, հակառակորդը փորձում էր ետ վերադարձնել նախօրյակին կորցրածը, սակայն մերոնք վճռականորեն կասեցնում էին բոլոր գրոհները, թուրքերին հարցնելով կենթանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Բայց ավելի լավ է այդ մասին պատմի Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատարը։ Արչև Աշաղը Սեյիդ Ախմեդլի գյուղն է, մի 3 օր առաջ թուրքերը դիրքավորվել էին այս գյուղում, իսկ մենք գնում էինք գյուղայի Սեյիդ Ախմեդլի գյուղում։ Աշաղը Սեյիդ Ախմեդլի ձախ կողմում մի հատ բարձունք կա, շատ կարևոր բարձունք կա, որը հասկում է մեր լրիվ դիրքերը ու հանգիստ չէր տալիս դիրքերի տղաներին, ստիպված եղանք գրավել այդ դիրքը։ Դիրքը գրավելով միաժամանակ որպեսզի ավելի ապահով լինեն տղաների դիրքում եւ ուղղենք մեր գիծը, որտեղով անցնում է մեր ռազմական գիծը, ստիպված եղանք հարձակվել նաեւ գյուղի վրա։ Գյուղում թուրքերը դիմադրեցին 10-12 ժամ, այնուհետև ստիպված եղան գյուղը հանձնել մեզ, թողելով դիակների մեջ կային հրամանատարներ, հիմա Պերեգավորների գնում հրամանատարը փոխանակելու համար, իհարկե ոչ մեզ հետ։ Հիմա կռիվներ ագնում գյուղի սկզբի դիրքերում, 3 օր անընդհատ ամեն օր հակառակորդը հարձակումներ է գործում, փորձելով ետ գրավել այդ կարևոր բարձունքները։ Տղաները պահում են, այսօրվա դրությամբ արդեն կեսօրա շարունակում է մարտերը, ունենք զոհ, վիրավորներ ունենք, բայց տղաները դիմանում են եւ երևի կդիմանան ու երևի առաջ կգնանք։ Ես լսել եմ, որ այսօր նույնպես նրանք հարձակման փորձ են կատարել եւ բավականին զոհեր տվել։ Այո, այսօր ուրեմն թուրքը հաշվի առնելով անպամատությունը փորձել է առաջ գալ եւ հանկարծակի վերել մեր հետևակին, որը առաջի ժամ 10-11-ից հետո անպահանցավ եւ թուրքը մնաց շվարած բաց դաշտի մեջ կանած։ Հրետանու ճիշտ աշխատելով եւ մեր տղաների դիրքից ճիշտ աշխատելու հետևանքով թուրքը այսօր կրեց կորուստներ մեծ եւ հետ նահանջեց իր դիրքերը։ Հիմա արդեն նստած է իր դիրքերում, աշխատում է միայն իրենց հրետանին։ Արթուր, երևի զինվորի գործը քաղաքականությունը չէ, այլ կռվելն, այնուամենայնիվ, որովհետև դու հրամանատար ես, ես ուզում եմ հարցնել քեզ դրանով, իսկ իմանալով նաև երևի ձեր զինվորների տրամադրությունը, ինչ է կարծում, այս բանակցություններ կարող են լինել խաղ սեղանի Իսկ Մոսկվայում այդ նույն օրերին բանակցություններ էին ընթանում հակամարտ կողմերի փորձագիտական խմբերի միջև քաղաքական համաձայնագրի ռուսական նախագծի շուրջ, որին մասնակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներկայացուցիչը։ Ահա այսպիսի բաներ, կհանդիպենք։